Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast, այսօր ձեզ հետ ես եմ Արաջ Հալաբյանը, Արծեմ Զաքարյանը եւ մեզ հյուր ա եկել Սոնա Գրիգորյանը, Plug and Play ընկերության տնօրեն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ։ Երևի սկսենք Plug and Play-ից։ Սկսենք Plug and Play-ը։ Plug and Play ամերիկյան ընկերություն է, որը վերջերս է Հայաստան եկել, շնորհիվ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, որի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր, դեռ 1 տարի առաջ մոտավորապես առաջին պիլոտային ծրագիրն իրականացվեց Հայաստանում, ընտրվեցին 20 ստարտափներ, իրենց հետ արվեց ակսելերացիոն ծրագիր, ինչը ըստ էության նշանակում է խտացված արագացման ծրագիր, հա, եթե բարձ բառերով ասեմ, մոտ 3 ամսվա աշխատանք, որից հետո ավարտական այս մեր ստարտափերի հետ իհարկե հարաբերությունները դեռ շարունակվում են, բայց պայմանագիրը թարմացվեց հենց դրանից հետո, որտեղ արդյունքները բավական գոհացուցիչ էին, որոշվեց, որ տեղական թիմ 20 ստարտափի հետ 3 ամիս աշխատեցիք։ 20 ստարտափի հետ 3 ամիս աշխատեցինք, բայց այդ աշխատանքները ոչ այդքան ինտենսիվ շարունակվում են մինչև այսօր։ Ինչ աշխատանքն է, այսինքն ինչ է կարել, չգիտեմ, product-ն եք ավելի հետաքրքիր սարքել, թե մարքեթինգի առումով, որ այդ ընկերությունները կարողանան իրենց product-ը վաճառեն, թե հենց product-ի սպეციფიკացիան ինչ որ ձև, որը ավելի, չգիտեմ, հեշտ կլինի բերել շուկա։ Ակսելերացիոն ծրագրերը այսօր շատ տարածում ունեն այդ արագացվածության, բայց բոլորը իրենց մեթոդոլոգիան են օգտագործում, plug and play մեթոդոլոգիա կոնկրետ, որը plug and play միացրա ու աշխատի։ Միացրու եւ ինքը playground-ը, այդ play բառը խաղալն է շատ ու դա մեր հիմնադրից է գալիս, որովհետեւ ըստ էության այս ընկերությունը սկսվել է որպես իր հոբի, տեխնոլոգիական ոլորտի հետ բացարձակ չունեցող էր մեր հիմնադիրը, հա, ու սա իր playground-ը ու դա մեր ոճի մեջ շատ զգացվում է, այսինքն մենք եթե մեր միջոցառումներին գա կամ պայման կհրավիրեմ մյուս անգամ հուլիսի 9-ին իդեպ ես եկա, բայց մի քիչ ուշացել էի։ Հա, կտեսնեք այդ ոճը, կտեսնեք, որ մենք նաև խրախուսում ենք, որ մարդիկ խաղային լինեն։ Հենց բառից բուն իմաստով չի, ինքը ծանր աշխատանք հաստատության, բայց այդ ֆան իմաստը կա, play-ը կա։ Վերադառնալով ծրագրին, հա, մեր մեթոդոլոգիան ինքը այսօր ծրագրերը իրականացվում 60-ից ավելի երկրներում ու ինքը հիմնված է մենթորների հետ ֆիզիկապես հանդիպումների հիման վրա։ Այսինքն ծրագիրը ոչ թե հստակ, հա, իհարկե այդ բանը կա MVP վրա աշխատանք, product-ի լավացում, market fit, product market fit եւ այլն, հա, բայց դրանք են line շրջանակն է, որ մենք տալիս ենք թեմաների։ Բուն արժեքը MVP-ն բացենք էլի, MVP-ն բացենք։ Ընկերների իմանան ինչ։ MVP-ն բացենք ու դա շատ կարևոր թեմա է, մենք գրեթե ամեն օր խոսում ենք բոլորի հետ եւ հասարակության եւ մեր ստարտափների իմաստով այդ գաղափարը տարածելու համար MVP-ն minimum viable product-ն է։ Դա այն ամենանվազագույն բուջուրիկ պրոդուկտի նախատիպն է, որ ստարտափը կարող է ստեղծել, մինչև ինքը տարիներ կամ ամիսներ կամ թեկուզ օրեր կծախսի, որպեսզի պրոդուկտը կատարելագործի, հա, ինչի նվազագույն, որ կարող է լինի ուղղակի ինչ որ մի հատ վեբսայթի մի edge, որտեղ կպատմի թե ինչա պրոդուկտը, կարող է լինի ուղղակի թղթի վրա, հա, ձեռքով գրված ինչ որ մի բան, այդ այն պրոտոտիպն է, որ ինքը կարող է իր ապագա հաճախորդին տանել ցույց տալ հետը խոսել ու կատարելագործել դրա հիման վրա, որպեսզի հասկանա ինքը ինչ որ խնդիր իրական լուծում է, թե չէ հաճախորդի համար։ Դա այսօրվա մեր ստարտափների հիմնական խնդիրն ինչ է, իրանք սիրահարվում են իրենց պրոդուկտին, սկսում են կատարելագործել, փակվում են ինչ-որտեղ, կոդն են լավացնում եւ այլն, հա, ասում են մի քիչ կլավացնեմ, նոր կգնամ հաճախորդի հետ կխոսամ։ Պերֆեկցիոնիզմի դեմ բան էլի։ Այ իրոք, պերֆեկցիոնիզմի դեմ ենք աշխատում, ասում ենք լրիվ մի հատ sense կոպիտ շատ sense նվազագույն անգամ ինչ մի բան ստեղծի, որ կարողանաս տանել ցույց տալ հաճախորդին ու իրան տեստավորել, դա պետք է, պիտի սիրարվես այն խնդրին, որը դու լուծում ես հաճախորդի համար, ոչ թե քո պրոդուկտին։ Դրա համար այդ ստեղծված այդ MVP գաղափարը ու հենց դրան ուղղված շատ մեծ սեշններ ունենք, workshop-ներ ունենք եւ այլն։ Հիմա դա մի կտոր, հա, որպես, բայց թե մենթորը MVP մասին ինչ կխոսա, ոնց կխոսա, մենք տեղ այդ դաշտ արդեն նույնիսկ չենք էլ մտնում։ Սա արդեն մենթորներինով է պատրաստվում։ Մենթորները մեր database-ից ունենք հսկայական ծավալի, հա, սա էլ մեր արժեքն է, ովքեր գալիս են ու մյուս մեծ արժեքը, որ ստեղծում ենք, իրենք ֆիզիկապես գալիս են Հայաստան։ Իսկ ամեն շաբաթ այդ 3 կամ 4 ամիսների ընթացքում մենք ունենք 3 մենթոր, ովքեր Հայաստանում են եւ ովքեր սկսում են օրը ինչ որ workshop-ով, դա ինչ որ տեսական մասախաղային կամ տենց ակտիվ ոչ թե լեկցիայի պես, հա, բայց հետո one on one
ուղղակի sense այսպես դեմարտ եմ, շնորհակալություն։ Նստում են ստարտափների հետ աշխատանքի ու ստեղ է ստեղծվում արժեքը, որովհետև իրանք այստեղ է որ խորապես հասկանում են ստարտափը ինչ է ուզում անի, ճիշտ է Zoom call-երի ոնց որ ժամանակաշրջանում այդ մեզ հասանելիություն ա բերել այնց մենթորների, ովքեր ֆիզիկապես ստեղ չեն կարող լինել, դա էլ է մեծ արժեք, բայց մենք հասկացել ենք, որ մեր մեթոդը շատ կարևոր է, որ մենթորը լինի ֆիզիկապես ստեղ։ Այդ արդյունքում բացի այն, որ գիտելիք է փոխանակվում, այդ կարևոր մասն է այդ 3 ամսու ծրագրի, հա, իրանք իրենց փորձն են փոխանակում, գիտելիք են փոխանակում, այսինքն կապեր է ստեղծվում։ Ու ռեալ, ասենք մենք ունեցել ենք դեպքեր, որ մենթորը ինքը հրեշտակա որպես հանդիսացել ստարտափներից 2 թե 3 դեպք ունենք նախորդ բեչից, եւ իրանք հենց ներդրում են արել ստարտափի մեջ։ Սենց կապ, ասենք հերակա մի քիչ դժվար է պատկերացնել, որ կլինի, մենթոր ինվեստոր։ Այո, մենթոր ինվեստոր։ Այդ մարդիկ ունեն ինչ Այդ մարդիկ շատ տարբեր են։ Փորձ ունեն, որ արդեն իրենց ընկերություններն են ստեղծել կամ գալիս են VC ոլորտից, օրինակ իրանք բազմաթիվ ներդրումներ են արել ու գալիս են մեր ստարտափներին պատմում են, թե իրանք մինչև VC-ի հետ գնան խոսեն, ինչ պիտի պատրաստ լինեն, ինչ հարցերի պիտի տան, ինչ տնային աշխատանք պիտի անեն։ Վենչուրային կապիտալ։ VC վենչուրային հիմնադրամներն են, դրանք հիմնադրամներ են, որոնք պատրաստ են կատարել ռիսկային ներդրումներ, որոնց 90-ից ավել տոկոսը ձախողում է, որովհետև ստարտափերի 90-ից ավելն է տոկոսից ավելն է ձախողում, իսկ այն մի տոկոսը հաջողության դեպքում բերում անց բարձր արդյունքներ։ Դրա համար սա ռիսկային կապիտալ է։ Իսկ այդ ռիսկային կապիտալը մասնագետների մի համախումբ է, որ ունի իր գնահատման հատուկ ձևեր, ու ստարտափները շատ հաճախ չգիտեն այդ լեզուն խոսելու ներդրում անող հիմնադրամների հետ։ Մեր մենթորները սովորեցնում են այդ լեզուն, որովհետև իրանք սեղանի այս կողմից են գալիս։ Դա մի խումբն է։ Մյուս խումբը մեծ կորպորացիաներից, որովհետև մենք ստարտափներին նաև ուզում ենք սովորեցնել կորպորացիաների լեզուն։ Այսօր աշխարհում կորպորացիաները եւս ունեն իրենց VC-ները, CVC-ներն ունեն, հա, կորպորատիվ վենչուրային հիմնադրամները շատ աջող ոլորտ են։ Բացի այդ open innovation-ի գաղափարը, որ եւս շատ ուզում ենք տարածել Հայաստանում, իսկ կորպորացիաները հիմա գնում են բաց նորարարության։ Բաց նորարարությունը էլի դրսում բավականին տարածված ու աջող երևույթ է, սա նշանակում է, որ կորպորացիաները արդեն իրենց փակ ոնց որ դռների կամ պատերի ներսում չի միայն, որ անում են R&D, այսինքն հետազոտական ներդրումներ ու աշխատանքներ, նորարարությունը այսօրվա sense արագ աջող ու sense արագ տեմպերի պայմաններում, եթե ուզում է հաջողի կորպորացիան, պիտի բացի իր դռները։ Իսկ դա կլասիկ ներքին ինֆորմացիան է բացում, դրա վրա եւ իր ներքին ինֆորմացիան է բացում եւ իր ներքին խնդիրներն է բացում առաջնահերթ։ Իր ներքին խնդիրները բաց դնում է դրսում տեսնելու համար, թե ինչ ով կարող է լուծում տա, արդեն այն գաղափարը, որ իր ներքին թիմերն են միակ ուժեղ թիմերը, որոնք կարող են լուծել ինչ որ խնդիր, բավական հնացած է համարվում, որովհետեւ դա իսկապես այդպես չի։ Հասկանալի է, որ լավագույն տաղանդները այսօր գնում են ստարտափներում աշխատելու, մեծ կորպորացիաներն այդքան էլ գրավիչ չեն։ Ու դու մեծ կորպորացիա խոսելիս առաջին հերթին տեսնում ես, որ իրենց առաջին խնդիրը տաղանդ ներգրավելն է։ Իրենք մրցունակ չեն, ստարտափների արագ զարգացող ոլորտը ավելի մրցունակ է, ու արդեն ստարտափների հետ խոսալով ու ներգրավելով իրանց նորարարության գործընթացի մեջ ոնց որ տեղի ունենում այդ բաց նորարարության գաղափարը։ Եթե ինչ որ sense ձակարի պես պատկերացնենք, հա, նորարարությունը, այսինքն ինչ որ գաղափարների փուլ, որոնք շատ են, հետո վալիդացիա, հետո արդեն ինչ որ պիլոտային ծրագիր գնալով նեղանում է։ Այդ ձակարի ոնց որ պատերը բացված են արդեն բաց ինովացիոն համակարգում, այսինքն ցանցի պես ներգրավում է ստարտափներ, որոնք կարող են օգնել ինչ որ թիմեր, որոնք կարող են օգնել քո արչև ոնց որ կայացած խնդիրների լուծմանը։ Ու կոնկրետ սա ոնց որ կիսատ մնաց ինձ plug and play մասին պատմելու կտորը, սա մեր գործունեության երկրորդ փուլն է, երկրորդ ուղղությունն է։ Մենք մասնագիտանում ենք կորպորացիաներին ստարտափերի հետ կապելով։ Երկու լեզուն էլ խոսում ենք։ Շատ հաճախ կորպորացիաները չեն հասկանում ստարտափներին եւ հակառակը։ Եվ բացի այդ մենք ունենք մեծ բազա։ Plug and Play-ը ունի իր ներքին գործիքը, playbook, որտեղ ներառված են 100,000-ից ավելի ստարտափներ աշխարհով մեկ, եւ այն բոլոր ստարտափները, ովքեր անցնում են մեր ծրագրերով, այդ բոլորը ձեր մոտով անցածներն են, թե կարան այլ լինեն բազան։ Կարող են այլ լինել, բայց մեծամասնությունը մեր մոտով անցածներն են, այսինքն ստարտափներ, որոնց անձամբ ճանաչում է մեր 700 աշխատակիցներից որևէ մեկը, 60-ից ավելի երկրներից որևէ մեկում անցած ծրագրի շնորհիվ։
Բայց պարտադիր չի, որովհետև կան ստարտափներ, որոնց հետ առնչությունը որևէ այլ կերպ, այսինքն հնարավոր է, որ խնդիրը գալիս է կորպորացիայից, աշխարհով մեկ մոտավորապես 700-ից ավելի կորպորացիաների հետ ենք աշխատում, բավականին մեծ, ովքեր ինչ որ հստակ խնդիր են դնում մեր առաջ։ Ու այդ խնդիրը լուծելու ունակ ստարտափներ գտնելու համար մենք հստակ թիմեր ունենք։ Գնում են աշխատում են այդ թիմերին գտնելու, թիմերն էլ համապատասխանաբար ներառվում են, բայց այդ մեր ծրագրով արդեն հայաստանյան ծրագրով անցնող բոլոր ստարտափները եւս ներառվում են մեր playbook-ում։ Սա կարծում եմ ոնց որ ամենամեծ արժեքն է, որ plug and play-ը կարող է բերել Հայաստանին, ոչ միայն այդ գիտելիքը, ոչ միայն այդ 3 ամսյա ծրագիրն է, այլ հենց այդ network-ը։ Իսկ մենթորները ինչ որ ծրագիր անցնում են, որ իրանք ոնց որ ձեր մոտեցումները կրեն, թե ամեն մեկը իր փորձի հիման վրա ինչ որ բան է կիսվում։ Հա, մենթորները ծրագիր անցնում են, նախապատրաստում ենք մենթորներին, այսինքն իրենք գիտեն մեր մեթոդները, գիտեն մեր մոտեցումները, բայց իրենք մեր աշխատակիցը չեն։ Չէ, դա հասկանում եմ, ուղղակի տարբեր մարդիկ տարբեր փորձառությամբ կարող են տարբեր բան ասել։ Կարող են տարբեր բան ասել ու այդ էլ ոնց որ այս ժամանակակից աշխարհի խնդիր է, մենք ստարտափներ ունենք, որ բողոքել են մեզ, որ մի մենտորը մի բան ասում, մեկը լրիվ ուրիշ բան։ Նույն ձևի, եթե դու գնաս մի վենչուրային հիմնադրամ, քեզ մի բան կասեն, մյուսը ճիշտ նույն խնդրի մասին ուրիշ բան կասի, այսինքն այստեղ սուբյեկտիվության գաղափարը կա։ Դրա համար պետք է այդ ունակությունը եւս ֆիլտրել, հասկանալ, շատ բարդ է փոխվում, ասենք մեկը որ ունի, չգիտեմ, նախորդ 10-20 տարվա փորձ ինչ որ ոլորտում, կարող այսօր ռելևանտ չլինի, էլի։ Շատ արագ այդ ռելևանտությունը կորում է, շատ արագ լիքը նոր բան է առաջանում ու AI-ը, ասենց այստեղ մենք նստած ենք, այնտեղ հաստատալի արդեն ինչ որ բաներ են, չէ, փոխվում, գիտելիք հակուտակվում։ Իրոք բարդ է, ճշգրիտ գիտություն չի։ Դրա համար ստեղ ոնց որ մի քիչ այդ նոր բալանսը գտնել, ինչ փորձառություններ է պետք մեր ստարտափներին, ինչ տիպի մենթորներ բերել, որ ոլորտից։ Մենք Հայաստանի ծրագիրը ինդուստրիաներով չի սպეციფიკացված, բայց աշխարհում մենք ունենք health tech շատ լավ ուժեղ ծրագիր ունենք, fintech շատ ուժեղ ծրագրեր ունենք, որտեղ արդեն այդ ոլորտի ուժեղ մասնագետներ են ներգրաված։ 20 ընկերությունը Հայաստանում ինչ սկզբունքով են ընտրվել։ 20-ի դեպ այդ առաջին ծրագրում էր, բայց այդ օրից ի վեր մենք արել ենք դրանից հետո ինկուբացիոն ծրագիր, որտեղ եւս 19 ստարտափ մասնակցեց ավելի վաղ շրջանի։ Իսկ հիմա հենց նոր սկսել ենք արդեն 2 շաբաթ է պրոակսելերացիոն ծրագիր, որտեղ եւս 18 ընկերություն է ներգրաված։ Ինչ որ ընտրության չափանիշ կա, ընտրության չափանիշ կա, բավական մրցունակ է եղել, այդ մրցակցային է եղել, մրցունակ չէ ընտրությունը։ Օրինակ ես վերջինս կարող եմ ասել, որտեվ իդեպ որպես հայկական թիմ 3 ամիս առաջ ենք ձևավորվել, դրանից առաջ լրիվ միջազգային մեր կառավարման բանով էր ծրագիրը իրականացվում, 150-ի կարգի դիմում ենք ստացել։ Ինչքան ժամանակ անդրես։ 3 ամիս։ Հա, 3 ամիս։ Հունվարի վերջից, այո։ Բայց plug and play ավելի շուտ է եղել։ Plug and play սկսվել է անցյալ տարուց ավել արդեն այդ պիլոտային ծրագրում էր որ 20-ն էր, դրանից հետո ինկուբացիոն ծրագիրը սեպտեմբերին սկսվեց։ Ես միացա, երբ ինկուբացիոն ծրագրի ավարտական փուլն էր արդեն վերջին շրջաններ եւ սկսեցինք այս պրոակսելերացիոն բանը։ Ճիշտ եմ հասկանում, առաջի 20 ընտրվել էր նախարարության կողմից, ինչ որ հիմքով, թե չէ։ Չէ, ընտրությունը ընդհանուր առմամբ այս 3 խմբականակին էր, plug and play մեթոդոլոգիայով է եղել։ Առաջին սկրինինգը ոնց որ անցկացրել են մեր ներքին մասնագետները, այսպես վենչուրային մասնագետները։ Երկրորդ սկրինինգը արդեն հարցազրույց, որի այդ հանձնաժողովի մեջ եւս եղել է նախարարությունը, բայց դա նախարարության միանձնյա որոշում ոչ մի դեպքում չի եղել։ Այսինքն եղել են եւ plug and play-ից եւ ներքին մեր էկոսիստեմայի ներկայացուցիչներ, որովհետև plug and play դրսի թիմի համար մի քիչ ներքին կոնտեքստը բարդ է եղել հասկանալ սկզբից։ Ու այս անգամ էլ նույն մեթոդով առաջնորդվեցինք, այսինքն անկախ հանձնաժողով ու հանձնաժողովի մեջ նաև մենտորներ։ Առաջին սկրինինգային փուլը, որ ոնց մի քիչ ավելի հեշտ է տեսնելու մաղել, թե որն այն սովորական են ծանծաղ տիպի, հա, պրոյեկտները, իսկ երկրորդ ավելի բարդ ինտերվյուներ, որտեղ մի քիչ ավելի խոր հարցերի են գնացել, ստարտափներ փիչինգ են արել ամբողջական, մարդկանց հետ ռեալ հարցազրույցներ տեսք։ Ասում եմ, որ բավականին բարդ էր։ Մենք պատկերացնում ենք, որ Հայաստանում խնդիրը pipeline-ը, այսինքն ստարտափների որակը ինչ որ իմաստով ամեն դեպքում գնալով բան է լինում Նավանում է թե Չէ, հակառակը, որովհետև խնդիրներն են բարդանում աշխարհում, տեխնոլոգիաներն շատ արագ են փոխվում ու այդ նույն տեմպով մեր էկոսիստեման չի պատրաստ չի դեռ դրան։
բայց դրականորեն զարմացել էինք մեր այդ հայտադիմումների մեջ ու բավական դժվար ընտրություն են կատարել։ Իսկ այդ ստարտափներից ինչ որ մի մասը արդեն իսկ որոշակի ներդրումներ ունեն, չգիտեմ, նույն angel investor-ներից կամ ինչ-որ pre-seed, այսինքն ինչ փուլում են սովորաբար գտնվում այդ ստարտափները, որոնք ընտրվել են։ Ունեն փորձ ուղղակի ստարտափների ներդրման հետ կապված։ Ներդրման հետ կապված, հա։ Հետաքրքիր է, որ փուլում են իրանք, ունեք ձեր ընտրանքը, ինչպիսի ստարտափներ են։ Հիմա այդ կապված է այն ծրագրից, որը իրականացնում ենք, 3 տիպի ծրագիր կա ըստ պայմանագրից 3 տարվա ընթացքում պիտի իրականացնենք 2 հատ ինկուբացիոն ծրագիր, 2 պրեաքսելերացիոն եւ 2 աքսելերացիոն։ Ու սրանք ծրագրեր են, որոնք տրամաբանորեն ոնց որ իրար շարունակություն են։ Ինկուբացիան անունին համապատասխան ճուտիկների պես շատ վաղ շրջանի միայն գաղափար ու միգուցե MVP այդ նույն, հա, որ նոր խոսում ենք։ Այսինքն կա մի հատ վեբսայթ ունեցողը գա ու պատմի իր գաղափարը, այստեղ մենք իրան օգնենք ինկուբացնել։ Այդտակ պայմանները ստեղծենք, որ ինքը գնա հաջորդ փուլի։ Այսինքն ինկուբացիոն փուլում հիմնականում շատ վաղ շրջանի ստարտափներ են ու կարծում եմ մեծ մասի մոտ, հիմա չեմ թվի կոնկրետ էլի, թե քանիսի մոտ, մեծ մասի մոտ ոչ մի բան էլ չկար, ներդրում էլ չկար, որովհետև վաղ շրջանի ստարտափները այդպես կոչված bootstrapping-ի միջոցով են հիմնականում ստեղծում, այսինքն իրանք աշխատում են որպես երկրորդ աշխատանք գիշերը ինչ որ բան են ստեղծում կամ սեփական ներդրումները կամ ընտանիքին են համոզում ներդրում կատարել 3 էֆերին 3 էֆերին այո Ես այն երրորդ էֆի մեջ եմ հա Ընկերների Ուսամ դեռ հույս կա ֆուլերի մեջ եմ family friends fools հա ցավում եմ բայց ամեն դեպքում մի տոկոս հավանականությունը կա որ դա հետա գալու թե արդեն ձախողվել է ինձ թվում է 0 է արդեն հա բարձր պրեաքսելերացիան դրա հաջորդ փուլն է մենք հիմա այդ ծրագիրն ենք անում այսինքն մի քիչ ավելի հա գոնե traction կոչվածը սա մյուս բանն է այսինքն ինչ որ հաճախորդների հոսք ունեցող կամ օգտագործողների հոսք ունեցող հաճախորդ չասեմ որովհետև պարտադիր չի որ դրանք վճարող հաճախորդներ լինեն բայց օգտագործողների ինչ որ հոսք ունեցող գոնե ստարտափների ենք ներգրավել Սա այն փուլն է, որ արդեն ցույց է տալիս, որ գոնե ինչ որ հետաքրքրություն կա այդ խնդրի շուրջ, որ իրանք լուծում են։ Ստեղ ունենք արդեն ընկերություններ, որոնք ինչ որ հեշտակներից ներգրավել են։ Իրականում նախորդ փուլում էլ ունեինք ընկերություն, որը բավականին մեծ եկամուտ ուներ։ Plug and play մյուս առանձնահատկությունն է, որը ինձ սկզբից շատ տարօրինակ թվաց, հիմա արդեն հասկանում եմ, մենք իրենց ասում ենք stage agnostic։ Դա vertical agnostic, սա հասկանալի է, որ չեն առանձնացնում կոնկրետ որևէ ուղղություն ու բոլոր տիպի ստարտափների հետ աշխատում են stage agnostic-ը որ կապ չունի որ փուլում են գտնվում դա է բոլոր փուլերի հետ աշխատում են սրա պատճառաբանությունն այն է որ հիմնականում շատ անձնականացված աշխատանք է իրանց հետ այսինքն ոնց նշեցի մենթորը դեմ առ դեմ իրանց հետ նստում աշխատանքի ու այդտեղ կարևոր չի թե այս խմբում գտնվող մյուս ստարտափը որ փուլում է գտնվում որտեղ իրանք խմբային չի աշխատանքը իրանց հետ հիմնականում ու կարող են տարբեր խնդիրներ իրանք լուծել բայց միևնույնն է ընդհանուր առմամբ ծրագրի անունից էլ ելնելով փորձում ենք տենց իսկ դեր ինչու՞մ ասում քո դեր ինչու՞մ է դու այդ սելեկցիային ես մասնակցում ինչին ես մասնակցում Մի քիչ պատմում Հայաստանի թիմի հետ կապված, հա, կառույցը ոնց է, 3 հոգի ենք, ու սա էլ plug and play միջազգային ոնց որ մեթոդոլոգիայով է գալիս, ցանկացած ծրագրի համար իրենք 3 հոգանոց թիմ են տարբեր երկրներում, հա, սա կա։ Իմ դերը ընդհանուր առմամբ որպես տնօրեն համակարգելն է բոլոր աշխատանքները, այսինքն ընդհանուր եթե ծրագիրը համարենք հաջողված 3-րդ տարվա ավարտին, սա իմ խնդիրն է, իմ առջև դրված խնդիրն է, որ ծրագիրը հաջողի Դա ինչից է կախված, հա, թիմի մյուս անդամների աշխատանքը նշեմ program manager ունենք, որը համակարգում է ծրագրի զուտ ամենօրյա իրականացումը, մենթորների այստեղ գտնվելը, հասնելը, հա, բավականին շատ բարդ լոգիստիկ աշխատանք է, պատկերացրեք, շաբաթական 3 մենթոր եւ ընտրությունը եւ համապատասխանությունը եւ այլն։ Բացի այդ, այն որ ուղղակի մենք ամեն օր ունենանք տեղում ստարտափներ, մենթորներ, աշխատանքը տեղի ունենա։ Մյուս թիմի մասնակիցն էլ վենչուրային մասնակիցն է, որը թիմի մյուս մասնակիցն էլ վենչուրային associate մասնակից պատասխանատու Հա Թիմի մյուս մասնակիցն էլ վենչուրային պատասխանատուն է, որը պատասխանատու է ստարտափների ընտրության հետ կապված իրենց
իրենց հետ աշխատանքը ամենօրյա, այսինքն բացի այն, որ մենթորներն են աշխատում, այսինքն մեր թիմում կա մեկը, ով շատ լավ գիտի բոլոր ստարտափներին, բոլոր ստարտափների գլխացավը, իրենց ձեռք բռնել տանել տեղի վենչուրային, ուրեմն հիմնադրամների հետ կապել, դրսի վենչուրային հիմնադրամների հետ կապել, հա։ Սա էլ էս մյուս թիմակցի պատասխանատվությունն է։ Իմ ընդհանուր համակարգումն է եւ չեմ առանձնացնի ինչ որ կոնկրետ, հա, խնդիրը ծրագրի հաջողություն։ 3 տարի հետո ինչ ա լինելու ձեր ծրագիրը։ Հաջողության պարագայում plug and play կշարունակի մնալ Հայաստանում։ Թե ինչ բիզնես մոդելով դեռ մտածում ենք, դեռ չգիտենք, ամեն դեպքում չկա պայմանավորվածություն, որ նախարարությունը կշարունակի ֆինանսավորել ծրագիրը, բայց plug and play-ը շատ տարբեր երկրներում է հենց այսպես, հա, ինչ որ պետական աջակցությամբ ներս գործել ու հետո հասկացել իր մոդելը։ Որի տեղ արել էլի։ Կարելի է այդպես ասել, բայց ընդհանրապես եթե տնտեսության մեջ իր տեղը կարողանա գտնի plug and play-ը, որը կարող է լինի տարբեր կորպորացիաների հետ աշխատանքի միջոցով, որովհետև մեր աշխատանքի հիմնական, հա, եկամտի մեծ մասը ձևավորվում է կորպորացիաների հետ աշխատանքից։ Իսկ մենք իրանց Դուք օգնում ենք։ աշխատում եք հիմա ստեղ Հայաստանում կորպորացիաների հետ աշխատում եք։ Դեռ աշխատանքը չենք սկսել, դեռ այսպես ասած տեղեկացվածության բարձրացման փուլում ենք գտնվում, այսինքն դեռ իմ դերն է գնալ պատմել մարդկանց plug and play մասին, որովհետև հասկանում ենք, որ բավականին քիչ է տեղեկացվածություն ընկերության մասին ու գործունեության մասին։ Այս ձեր վերջին միջոցառումը ինչ էր։ Մեր վերջին միջոցառումը ընդհանուր առմամբ մեր ծրագրի շատ մեծ կտոր է միջոցառումները։ Ծրագրի սկիզբն ենք ավետում միջոցառմամբ եւ ծրագրերի ավարտը։ Ծրագրի սկզբին ընդհանրապես ասում ենք, որ սիրելիներս, ահա այս ստարտափները ընտրվել են մեր ծրագիր եւ այդ ուղակի միջոցառումը, որը միտված է ողջորել մեր ստարտափներին, մեր տեխնոլոգիական ոլորտում այսօր այնքան շատ են միջոցառումները, վստահ եմ տեղյակ եք ու երևի արդեն հոգնել եք, բայց մեր միջոցառման իմաստը այդ ստարտափներին, որոնք նորելուկ են, բերել մտցնել այս ոլորտ ու ծանոթացնել տարբեր մարդկանց հետ։ Միջոցառման հիմնական իմաստը դա է, այսինքն իրենց ինչ որ տեղ տալ ու հասկացնել, թե ինչ է իրենց սպասվում, հա, այս ընթացքում։ Մի քիչ մեր մենթորներին խոսացնել, որովհետև էկոհամակարգի մեջ ուզում ենք նաև մեր մենթորները, քանի որ գալիս հասնում են Հայաստան, հա, նաև իրանք ծանոթանան, ինչ որ կապեր իրանք էլ ստեղծեն։ Մի խոսքով միջոցառումը զուտ այդպես սկզբի ծրագրի սկիզբը հայտարարելու մասին էր, այս վերջինը Մատենադարանում որ տեսակ, իսկ վերջը կլինի արդեն շատ ավելի լուրջ, այնտեղ մեր ստարտափները 19 ստարտափ pitch են անելու։ Այսինքն իրանց զարգացման վիսիներին pitch են անելու հյուրերին։ Հյուրերի մեջ կլինեն վիսիներ, իվենտը կլինի live stream արված, այսինքն դրսի վիսիներին էլ շատ ընդունված տարբերակ է, հա, հրավիրել այդպես իրանք։ Այսինքն փող բերել է նպատակը։ Ոչ միայն pitching-ը միայն ոնց որ փող բերելու շատ ստարտափներ ունեն, որ այս պահին փող բերելու նպատակ չունենալ ու դեռ այդ փուլում չեն, որ իրանք փող բերել։ Գիտեն թե որ փուլում է պետք փող բերել ստարտափի համար։ Այդ թյուր կարծիք է, որ իրանց բոլորի խնդիրն է հենց միանգամից փող բերել, հա։ Ճիշտ փուլում ճիշտ գնահատման փող բերելը դա եւս պետք է հասկանալ երբ։ Իսկ չկար, իսկ հենց նոր մտքով անցավ, երբ որ դու pitch ես անում, փող չես վերց, այդ բանին չես ուզում, ուղղակի միտքն ես, չէ, ներկայացնում են։ Միտքն ներկայացնում հաճախորդ ես օրինակ։ Այն խնդիրը, որը դու լուծելու ես կամ փորձում ես լուծել, ներկայացնում ես այդ խնդիրը, ներկայացնում ես լուծումը, ով որ լսում է դա, արդյոք չի կարող գողանալ այդ միտքը։ Ըստ ցավոտ թեմա է, ոնց որ Հայաստանում շատ-շատերին է հուզում, ու սրան տենց միանշանակ մի պատասխան կա, որ միտքը գողանալը այսօր այդ միտքը գեներացնել կարելի է ChatGPT-ի հետ նստել ու այնքան մտքեր չէ գեներացնել։ Մտքի գողն գող է միգուցե, բայց մտքի իրագործումն է ամենադժվար մասը։ Այսինքն միտքը միգուցե գողանան, բայց արդյոք կկարողանան քո պես իրագործել։ Pitch-ը ինչ է։ Մտե բացենք էլի։ Pitch-ը դեռ հայերեն ոնց որ բան չունենք, թարգմանություն։ Պրեզենտացիայից ինչ է տարբերվում։ Չի։ Թքա մեջ։ Կարելի է չարտասանել թեն։ Պրեզենտացիայից ոչինչով չի տարբերվում։ Ինքը ըստ էության ստարտափի գաղափարի պրեզենտացիան է, բայց ինքը ունի հստակ կանոններ ու ժամանակային սահմանափակում, հստակ մենք ոնց որ այդ բանի ընթացքում այդ ստրես տեստի ենք վերածում, հա, մեր ստարտափներին, որովհետև
ի վերջո Դե ստրեսավորում եք ստարտափներ։ ստրեսավորում Ստրեսի ենք։ եք ենթարկում։ Ինչի որտեվ կարող է ինքը այդ փիչի անելու, պիտի պատրաստ լինի գիշերը քնից զարթնել ու փիչ անել, հա, իր գաղափարն անց ներկայացնել, որ հետաքրքրի պոտենցիալ ներդրողի, պոտենցիալ օգտագործողի այդ product-ը, որովհետև շատ հաճախ ոնց արդեն ասի ու կիսատ մնաց ներդրում բերելը չի իմաստը, այլ միգուցե օգտագործումը տարածելը լինի իմաստը եւ այլ էկոսիստեմայի մասնակիցներին հետաքրքրել իր գաղափարով։ Այդ հնարավորությունները կարող են շատ տարօրինակ տեղերում ծնվել ու վերելակային փիչինգի մասին լսել եք, այսինքն պետք է այդ վերելակում պատահման, չգիտեմ, ում ասեմ, հա, Որ դա դիր տնօրենին տեսնի եւ կամ ինչ-որ պոտենցիալ ներդրողի կամ վաճառի իր ոնց հասկացա երեք էֆերից ինչ որ մեկին, հա, տեսնի պիտի կարողանա։ Տեսան մի կերպ։ Ինչ է սա խնդիր, որտեղ ստարտափ ստեղծողները հիմնականում, հա, տեխնոլոգիական գիտելիք ունեցող մարդկանց մոտ վաճառելը, այսինքն լավ product ստեղծելը եւ վաճառելը այնքան տարբեր ունակություններ են, որոնք միշտ չի որ մեկտեղված են մի մարդու այդ գիտելիքային կամ ունակությունների այդ ներկապնակում, հա։ Դրա համար դրա վրա պետքա բարապել հասկանալ թե ինչն է պետք ցույց տալ, այսինքն փիչը ունի իր կառուցվածքը հստակ, ինչից սկսել, ինչ մեսեջներ օգտագործել, որ եւ հետաքրքրի, եւ չլինի թույլ, եւ չլինի միայն գովազդ, այլ եւ ցույց տաս տեխնոլոգիա, եւ չձանձրացնես այդ տեխնոլոգիայը, որովհետեւ բոլորը չեն որ հասկանում են, հա, ցույց տաս որ ուրիշները Եվ այնքան ցույց չտաս, որ ուրիշները գնան իրեն կանեն, բայց վստահացնում եմ, որ այդ ուրիշների անելը ամենափոքր ռիսկն է, որտեվ ինչի են վենչուրային ներդրողները առաջինը ներդրում անելից նայում թիմի կառուցվածքից, որտեվ դու ներդրում անում ես ասպայն գոյություն չունեցող ինչ-որ մի բանի մեջ։ Գործանողներ են պետք է, ոչ թե դու պիտի գնահատես այս թիմի հետ ճանապարհ կկարողանաս գնալ, թե չէ, ընտանիքի պես բան է ստեղծվում այդ պարագայում։ Ու այդ թիմը եթե պատասխանատու է, մենք իրենց նաև աշխատանքի մեջ Հայաստանի մշակույթին շատ ոչ յուրահատուկ բան ենք փորձում նաև մտցնել, հա, այդ pivot գաղափարը, այսինքն նաև հնարավոր է որ ստարտափի մեջ ներդրում ես անել, բայց ինքը pivot անի, փոխի կամ ձախողի ինչ որ մի միտք։ Pivot ինչ է։ Փոխի ուղղություն։ Որ մի բանով սկսելա, մի բանով սկսելա, ընթացքում փոխի ուրիշ բան անի։ Իսկ ձախողելը Հայաստան դա ձախողում է համարվում ինչ որ մարդկանց մոտ։ Դա այսինքն մի բան որոշել էր, բայց տեղի չունեցավ, հա, որ հասկացար, որ դա fit չի, շուկա չունի, խնդիր չես լուծում, բայց ամենահաջողակ ստարտափերից կան, որ հենց այդ բանն էլի, կտրուկ շրջադարձն, հա։ Կամ փոխել ուղղությունը, հա, օրինակ կարող եմ բերել, չգիտեմ, Slack շատերն են օգտագործում այսօր, ինքը գեյմինգային ընկերություն ա եղել եւ հա Slack-ը։ Այս մեր հիմա ոնց որ ներքին կորպորատիվ կոմունիկացիաների մեծ մասը Slack-ով է, շատ հավես product է, ինքը իրենց ներքին կոմունիկացիայի համար են արել։ Համակարգչային խաղերի ընկերություն ա եղել, պիկի վրա տնօրեն եկել ասելա դադարացնում ենք ինվեստորների փողերը հետ ա տվել։ Ոչ մի խաղ ու իրենց այս մի product-ի վրա են կենտրոնացել։ Այդ ոնց որ կլասիկ օրինակ է, որ իսկ այդ դա էլ հասկանալը որ դա ընդունված է, կարելի է ձախողել, չի հարևանները չեն նեղվի։ Այդ մեծ գիրքը quit-ա կոչվում, այդ որպես լավ օրինակ է ժամանակին դուրս գալու։ Ճիշտ մտնելը չի, հա, դուրս գալն էլ է կարևոր ճիշտ բան։ Մենք ասում ենք, որ մենք օգնում ենք արագ fail անել, ժամանակ ենք խնայում նաև, հա, դա էլ է կարևոր։ Միանշանակ Հայաստանում մենք քանի համեմատաբար էլի ագին ստարտափեր ունենք, չէ՞։ Ամեն դեպս ես արդեն 3-4 տարի հա լսում եմ տարբեր ծրագրեր ստարտափների հետ կապված, ու մենք որ ունենք բավականին ուժեղ տեխնոլոգիական ներուժ, ինչ քանի ստարտափը գոնե հասցե, չգիտեմ, Series B ներդրումային։ Ստարտափների ոլորտը իդեպ բավականին այդ վիճակագրական տվյալները շատ չեն այս ոլորտի ու գիտեմ որ հիմա պրոյեկտներ կան որ ուղղվում է հա այդ խբետ բացը նախարարությունը աշխատում է այս բացիությամբ այսինքն հավաքել ինֆորմացիա թե ինչ փուլի հա Series A, B եւ այլն կամ միգուցե seed փուլի քանի ստարտափ ունենք ես կարող եմ գնահատականներ ասել ունենք երևի ենթադրում ենք դա էլ շատ չի բայց ունենալ համակարգ A-ից կամ A-B չգիտեմ Ես Crispy-ից բացի ոչ մի բան չեմ մի ձերքի մատների քանակով իսկ Pre-seed երևի մի 1000-ատ կլներ առնվազն որ իմ գնահատական մի քիչ ավելի քիչ է հա այտենց մոտավորապես մի 700-800-ի ընդհանուր քանակ են գնահատել բայց հա
ընդհանուր գնահատականը դա է։ Նայած ոնց է նաև այն ամենավաղ փուլի գաղափարի փուլի ստարտափ համարում, այսինքն դրանք շատ են ու ֆլուիդ են, դրանք մի օր կան, մի օր չկան։ Կներես քեզ ընդհատում ինչի եմ ես հարցը ինձ է հետաքրքիր եւ կարող է շատերին կհետաքրքրի, որովհետեւ զուտ բանի ինֆորմացիոն հոսքերի տեսանկյունից ֆունդամենտալ սովորական ներդրումը, այսինքն չգիտեմ, բաժնետոմսեր, պարտատոմսեր, նմանատիպ բորսայական product-ների մասն է խոսում, ավելի քիչ ոնց որ ինֆորմացիոնը գովազդային դաշտ ունի այսօրվա դրությամբ։ Այն ինչ որ ես եմ տեսնում իմ շուրջ, քան թե ստարտափային ներդրումները։ Ու ստարտափային ներդրումը շատ ավելի շատ է ու նենց տպավորություն է, որ ստարտափային ներդրումը մոտավորապես նույն կարգի բան ունի, հետաքրքրվածություն ունի, ոնց որ կրիպտոների ներդրումը, էլի մենք, այսինքն բնակչության բավականին զգալի մասը ավելի հետաքրքրված է լոտերիայի մեջ ներդրում կատարի, որը իրականում է դա էլի, հիմա 100-ից 1-ն է աշխատելու կամ 200-ից 1-ն է աշխատելու ու դա է մեյնսթրիմը, իմ ասածը դա է, դու ես ինչ որ տենց ոնց որ տենց տեսնում ներդրումային ինչ որ գլամուր մոդայիկ մի բան կա դրա մեջ, ինֆորմացիոն դաշտը։ Ինֆորմացիոն դաշտը կդժվարանամ գնահատել այդ իմաստով, բայց այն որ մոդայիկ է դա համաձայն եմ ու ես դրա մեջ միայն դրական բան եմ տեսնում, որովհետև նորարարության հետ կապված, եթե ռիսկի չգնանք, դրա մասին չխոսայինք ու չխրախուսայինք, դաշտը կմնա այսպես բանի մեջ։ Նորարարության ոլորտն է դժվար ու այդ ոլորտն է, որ քիչ կառուցվածքային, հա, նույն քո նշած բոնդերի բանի հետ կապված մեծ կառույցներ կան, որոնք կարգավորում են ինֆորմացիոն դաշտը, չեմ կենտրոնական բանկը ամեն մի քայլն է, հա, կարգավորում։ Ստեղ ստարտափերի հետ կապված քիչ է եւ այդ կարգավորման բացակայությունը եւ հետաքրքրությունը առաջացնում եւ հնարավորություններ, հա, չնայած իդեպ արդեն կենտրոնական բանկը այս ոլորտն է սկսել կարգավորել, safe գործիքները կան եւ այլն։ Հիմա չգիտեմ դա ուր կտանի, ոնց որ կթողնեմ մասնագետներին, էլի այդ ներդրումային եւ ինֆորմացիոն դաշտի հետ կապված գնահատականներ տան եւ կարգավորման։ Safe բանն է, չէ՞, convertible-ի բանը, չէ՞։ Հա։ Ուղարկելի պարտք։ Չէ, ինչքան ես հասկանում, դա բանը դու իրավունք ունես փայի, երբ որ ինքը եկամուտ ստանա։ Ոչ թե եկամուտ, այլ որ ինքը մարմն ժամկետն է, էլի։ Պարտք է ստալի մարմն ժամկետին պարչեստես convertible debt-ի մասի չի խոսքը։ Բայց մոտ է։ Դու իրավունք ունես փայի, որը դեռ գրանցված չի ռեեստրում, մոտավորապես է ձև։ Ու դու իրավունք ունես ապագա եկամուտների տոկոսի, որը դեռ ինքը չունի ու չգիտի թե ինչքան կունենա։ Ես տենց եմ ասում, որ ռեեստրում դեռ դու գրանցված չես որպես սեփականատեր, բայց իրավունք ունես այդ քո ներդրման չափով այդ փային, որը դու valuation-ով համաձայնվել ես ներդրում կատարել։ Ես տենց եմ հասկացել։ Okay։ Հա, փաստորեն դու համատաբար դրական ես գնահատում, որ կա ինչ որ մոդայիկ այլ տրենդային ինֆորմացիոն, հա, տրենդային տեղեկատվական ինչ-որ դաշտ կա, որ ներկայացնում է ժողովրդին, որ կան ստարտափեր, կա sense Բայց դա Հայաստան սպეციფიկ չեմ համարում, այսինքն աշխարհում այսօր տեխնոլոգիական ոլորտը մոդայիկ ու տրենդային, այսօր բոլորն են AI-ի մասին խոսում եւ այլն։ Ու այդ նայած դու որ կողմից ես նայում ու, չգիտեմ, երևի համատաբար վերջին նորություններն էլ հայկական այդ AI եւ data center-ի մասին մեծ ներդրումային պլանների հետ կապված թե դա մոդայիկ է, թե հետաքրքիր է, չգիտեմ, բայց այն որ Հայաստանը քարտեզի վրա արդեն տեղ կունենա, հա, որպես այդքան մեծ GPU-ներ արտադրող ընկերություն, դա եւս ներդրում է։ Մի կոնկրետ օրինակ է, ես կարծում եմ աշխարհով դա հետաքրքիր է, որտեղ կա այս պահի դրությամբ հայտնվել են մի քանի ոչ non-public, այսինքն չշրջանառվող բորսայում ընկերություններ, ունենք, չգիտեմ, SpaceX-ը, Anthropic-ը, որոնք OpenAI-ը, որոնք valuation-ի տեսանկյունից այնքան բարձր valuation ունեն, դրա համար ինչ որ մի շերտին, retail շերտին ներդրողները սկսել է դա հետաքրքրել, առաջ տենց չէր, էլի, առաջ երբ որ ինչ որ մեկը մտնում էր շուկա, ինքը այդ կարգի valuation private ընկերությունը այդ կարգի valuation չէր ունենում։ Դրա համար է ինձ թվում է հետաքրքիր, որ մարդիկ մտածում են, լավ, պարտադիր չի մենք ցուցակված ընկերության բաժնետոմսերը առնենք, փաստորեն կան private ընկերություններ, որոնք
մի այլ կարգի բան ունեն։ Իսկ ո՞նց է առնում իրանց։ Կան հարթակներ, որտեղ որ դու pre-IPO, ոչ pre-IPO չէ, private ընկերությունների valuation կա ու դու կարողանում ես կարող ես ներդրումանալ օփնեի մեջ։ Ինչքան ես գիտեմ, հիմա կան հարթակներ, որ այդ հնարավորությունը քեզ տալիս են։ Հետաքրքիր է։ Գիտեմ, որ իրանք չեն շտապում ցուցակվելու բանի, այո, բայց valuation-ը կա հաստատի, այսինքն գնահատականներ valuation-ի բայց գնահատականից կոնկրետ հարթակներում այդ valuation-ը կա։ Հիմա թե ոնց են այդ բաժնետոմսերը վաճառվում, ես չգիտեմ, այդքան չեմ խորացել, բայց այդ valuation-ը այդ հարթակներից է գալիս, հենց չի, որ ինչ-որ օթից է այդ valuation-ը եկել, այդ հարթակներից ինչ-որ գործողություններ են տեղի ունենում, որ այդ valuation-ը տենց է ստացվում։ Այսօրվա դրությամբ SpaceX-ի valuation-ը 1.5 տրիլիոն է։ 1.5 տրիլիոն SpaceX դառնում է 6-րդ ամենախոշոր ընկերությունը աշխարհում։ Ես գիտեի OpenAI-ն ցուցակված չի, չէ, private։ Այս բանը Anthropic ավելի բարձր valuation ունի, քան թե OpenAI-ը։ Բայց ինձ թվում է աշխարհում դա է պատճառը, ինչ ինքը մոդայիկը հետաքրքրվածություն առաջացրել։ Հաստատի, եթե business valuation-ները արված են տենց գրագետ, ենթադրում եմ գրագետ են արված, եթե տենց մեծ արժեք ունեն, բնականաբար այսօր որ նաև ցուցակվածների մեծ արժեքողները նայեք, էլի ոնց որ տեխնոլոգիական ընկերություններն են առաջին տեղերում, ինչը մեծ բան առաջացրեց, չէ, առաջ դա այդպես չէր։ Բայց Հայաստանի վրա է պրոյեկցիան անում, դրա համար Հայաստանի վրա է պրոյեկցիան անում, փորձում են տեսնել քանի ընկերություն հասել են այդ pre-seed մակարդակից մինչև գոնե ինչ որ երկրորդ կամ երրորդ investment-ի մակարդակի ու դա պետք է լինի որոշակի չափանիշ, որը ցույց է տալիս արդյոք այդ բիզնեսում հաջողություններ մենք ունենք թե չունենք։ Չեմ ասում ապագայում չենք ունենա։ Չէ, հասկանում եմ այդ բանը, նաև կասկածամտությունն եմ հասկանում։ Իրոք ինքը sense մեծ ձակար է, որտեղ այդ pre-seed մեծ քանակի ընկերություններ, դու մեծ քանակի էլի Հայաստանի մասշտաբով, հա, 700-800 բավականին շատ է։ Հետո ոնց որ այդ ձակարը շատ է նեղանում, որտեղ շատ ծանր աշխատանք է իրականում ստարտափի այդ սկզբի բանը։ Մոդայիկ էլ հնչում է ստարտափ են կանում շատերին կտեսնեք, մեկ էլ մի տարի հետո չկան կամ բարձ չի թե ինչով են զբաղվում, որտեղ ծանր աշխատանք է, մեծ նվիրում է պահանջում, 24 ժամ ներդրում է պահանջում, ու ստեղ դու այդ թիմը պիտի կարողանա ինչ-որ բարիերներով անցնել, ու պատահական չի, որ իսկապես քչերն են անցնում։ Հիմա մեր տիպի ծրագրերը գալիս են օգնելու, որտեղ այդտեղ կորելու այդ Death Valley կոչվածն էլ չէ, մեծ քանակի ստարտափներ սկսում են, հետո ինչ որ sense մահվան դաշտ է լինում, որովհետև որոշակի բանից հետո այդ սով է առաջանում արդիկ։ Նույնիսկ դա բարձ չի, հա, թե Հայաստանում ինչքան է չկա վերլուծություն, հուսով եմ այդ գործիքը որ շուտով այդ վիճակագրական հավաքագրման բանը լինի, կթափանցիկանա, որտեղ չգիտեմ, Էստոնիայի պես երկրներում կա այդ ինֆորմացիան դու կարող ես հեշտ վերլուծություն անել ու տեսնել թե ինչ է, դա լինելուց հետո ավելի հեշտությամբ ոնց որ ձեր հարցերին կպատասխանեմ, բայց տենց գալով ստարտափներն իսկապես դժվար փուլի են հասնում ու նորից վերադառնալով մեր տիպի ծրագրերը հենց միտված են այդ փուլերում իրենց օգնել, նպաստել, բրթել առաջ, ակսելերացնել իրենց աշխատանքը, խտացնել զարգացումը, որպեսզի նոր շուկաներ բացելը այդքան էլ դժվար չլինի, նոր ներդրումներ բերելը այդքան էլ դժվար չլինի, ու կապեր ստեղծելը այդքան բարդ չլինի։ Ձեր բիզնես մոդելը ո՞րն է։ Այսինքն ոնց է plug and play-ը գեներացնելու շահույթ, ենթադրում եմ, որ շահույթ հետապնդող ընկերություն է, որպեսզի Հայաստանում ձեր օֆիսը լինի մշտապես։ Ո՞րն է բիզնես մոդելը, ինչից եք դուք եկամուտ ստանալու։ Միած սկսեմ աշխարհում մեր ոնց որ գործունեության մոդելից, հետո գամ Հայաստանին, որովհետև 60-ից ավելի երկրներում ենք, ամեն երկրում մոդելը տարբեր է, ու Հայաստանում մոդելը դեռ պետք է հասկանանք, այդ sustainability-ն ոնց ենք ապահովելու, առաջիկա 3 տարին հասկանալի է, ունենք մեկ պայմանագիր, գործունեության հստակ ցուցանիշներ, համագործակցություն նախարարության հետ եւ իրեն շնորհիվ որ էստեղ են, բայց նպատակը ի վերջո նա է, որ plug and play-ը իր տեղը գտնի մեր էկոսիստեմայում եւ թե դա ոնց կլինի, հիմա գլոբալ մեր ընկերության մոդելը պատմեմ, 3 հիմնական գործունեության ուղղություն ունենք։ Ծրագրերը դա ընդհանրապես մեկն է, այն ինչ որ անում ենք Հայաստանում, դա գործունեության մի վեկտորն է։ Երկրորդ վեկտորը աշխատանքը մեծ կորպորացիաների հետ, մեր ցանցում 700-ից ավել կորպորացիաներ կան, ովքեր մեզ վճարում են իրենց խնդիրները լուծելու համար։ Դուք
խնդիրը լուծում եք ինչ որ ստարտափ գտնելով, թե դուք կոնկրետ ունեք թիմ, որը լուծում է իրենց խնդիրները։ Եվ նա, իհարկե հիմնականում խնդիրը լուծում ենք ստարտափներ գտնելով, համապատասխան ստարտափներ, ովքեր կարող են աշխատել մեծ կորպորացիաների խնդիրների վրա, բայց նաև մենք թիմեր ունենք, որոնք ինովացիոն ստրատեգիա են գրում, օգնում են կորպորացիային հասկանալ, թե իր այդ հորիզոնները ինչպիսին կարող են լինել, ու ի վերջո կորպորացիաներից շատերը նաև այդ խնդիր ձևակերպման խնդիր ունեն, հա, այսինքն ոնց կրիստալիզացնել այդ խնդիրը, ոնց թարգմանել ստարտափների լեզվին կամ գիտական խմբերի լեզվով, հա, դա ներկայացնել, այդ միջնորդ օղակն ենք հանդիսանում կորպորացիաների ու ստարտափների միջև։ Ու նաև պետության շատ հաճախ ու ստարտափների միջև, որտեղ հիմա GovTech-ը, հա, շատ խնդիրներ պետություններն են լուծում արդեն ստարտափների հետ պիլոտներ անելով։ Սա երկրորդ ուղղությունն է ու կարելի ասել բավականին մեծ հստակ եկամտի աղբյուր, հա, որպես մեր բիզնես մոդելում, եւ երրորդը մենք վենչուրային ներդրող ենք ինքներս տարբեր ստադիաներում, սկսած ամենափոքրից մինչև մեծ, տարեկան անցել տարի կարծեմ 250-ից ավելի ներդրում ա գլոբալ կատարվել։ Այսինքն գրեթե ամեն աշխատանքային օրը մեկ ներդրում ու պորտֆելում 35-ից ավելի միաեղջյուր կա։ Ֆոնդերը տարբեր կառուցվածքներ ունեն։ Ասենք որ եղջյուրը այդ ընկերությունները, որը եղջյուրը։ Մի եղջյուրը, որը 1 միլիարդ է։ Մի եղջյուր։ Առնվազն 1 միլիարդ կապիտալիզը, շուկայական գնահատական։ Այո։ Բայց ընդհանուր գլոբալ բիզնես մոդելը այսպեսին է, plug and play, թե դրանցից որը օրինակ ինչու ոչ նաև հա հնարավոր է ներդրումային ուղղությամբ այստեղ զարգացումներ լինեն open innovation-ի հետ կապված, այս երկրորդ ուղղությամբ, то есть կորպորացիաների հետ կապված հնարավոր են տարբերակներ։ Այստեղ կախված է նրանից, թե մեր էկոսիստեման ինչ տիպի արագությամբ պատրաստ կլինի աշխատել մեր հետ։ Ընդհանուր առմամբ մենք այս պահին տեսնում ենք, որ եթե մենք ուզում ենք նորարարությունը Հայաստանում լինի իսկապես լուրջ թեմա, դա չպետք է լինի միայն ստարտափների հետ աշխատանք։ Դա շատ քիչ է, ստարտափները իհարկե հետաքրքիր են ու մեր շուկան փոքր է, ստարտափները պիտի գնան միանգամից դուրս եւ այլն, բայց այդ խզումը տնտեսության մյուս միավորներից շատ մեծ է։ Եթե մենք հաջող ենք աշխատել տնտեսության մյուս շահառուների հետ եւս մեծ ընկերությունների, ինչու ոչ բանկերի, հա, ավելի մի քիչ առաջադեմ ոլորտների հետ ու ներկայացնենք, թե ինչ հնարավորություններ կան, տարբերակները շատ են, բայց բիզնես մոդելի հետ կապված դեռ պատրաստ չեմ դեռ հարցին պատասխանել, հուսամ կհանդիպենք 2 տարուց։ Մենք հուսանք ստեղ ենք լինելու։ Չգնաք ոչ մտեղ։ Սոնայք ոնց հայտնվեցիր plug and play։ Ինչ որ հետաքրքիր տրամբանական երևի հաջորդ քայլն էր իմ երկարամյա խորհրդատուի Երկարամյա խորհրդատուի դերից արդեն ժամանակներ տեղափոխություն անելու, բայց դա էլ բավականին շատ հետաքրքիր ձևով եղավ, որովհետև Civitan վերջին տարիներին ես համատեղում էի գործառնական տնօրենի պաշտոնը, նաև ինովացիոն ոլորտի մենեջերի իմ պարտականությունների հետ, այսինքն նորարարության ոլորտն էի համակարգում։ Իսկ նորարարության ոլորտում մենք աշխատում ենք նույն ստարտափների հետ, ունենք Civitan կա եւս ակսելերացիոն ծրագիր, որ բավականին տարածված արևելյան Եվրոպայի փոքր երկրներում ու այդ աշխատանքը իմ մոտ հետաքրքրություն առաջացրեց տեխնոլոգիական ոլորտի հետ կապված ու plug and play-ի հետ ծանոթացումը մի տեսակ տրամբանական հաջորդ քայլ դարձավ։ Բայց հիմա քո պայմանագիրը 3 տարով է։ Ինչպես եւ plug and play-ի պայմանագիրը։ Հա։ Այո։ 3 տարի հետո չգիտես ինչ է լինելու։ 3 տարի հետո ոչ մեկս չգիտենք ինչ է լինելու, կարծում եմ։ Իսկ թող վաղն էլ դեռ ոչ մեկս չգիտենք ինչ է լինելու։ Ձեր մյուս 2 պատասխանատուներն են աղջիկներ։ Հա, ուժեղ աղջիկների թիմ ենք հավաքել ու շատ ուրախ եմ, որ թիմակիցներիցս մեկը repatriate արել, ռեպատրիացիա արել Ռուսաստանից հենց plug and play-ին միանալու համար։ Հայրենադարձվել է։ Հայրենադարձվել է, շնորհակալություն։ Իդեպն ամենասկզբից պիտի մեծ ներողություն խնդրեի անգլերեն բոլոր տերմինների համար, բայց դուք շատ լավ աշխատանք եք անում ինձ ստիպելով թարգմանություններ անել։ Արան Աս այդ հարց։ Մեկը հերիք չի որ այսօրվա ժամանակակից բառապաշարնից է որ ուզես չուզես բառեր օգտագործում ես։ Հա, ստիպված ենք դա անել, բայց նաև սիրուն հայերեն բառեր ստեղծել է։ Այդ հարցին չի տվեցի, մենք բարբերաբար տարբեր հյուրեր ենք ունենում, բայց ոնց որ երեք շարով մեծամասնություն տղա
Հա, տղամարդիկ են։ կանանց պատմությունները հետաքրքիր է նաև ոգևորելով խրախուսելու աղջիկներին երիտասարդ ովքեր մեզ հուսով են նայում են, երկու վիճակագրությունով ավելի շատ տղաներ են նայում, բայց աղջիկներն է տեսնելով իսկ նայելն են, հա տղաներ ավելի շատ նայում։ Հա, կոպես կանանց պատմությունները երևի թե պետք է մտածեմ որ տեխնոլոգիական ոլորտը մենակ տղաների համար չի էլի։ Հա, այդ շատ նուրբ ու ինձ համար շատ անձնապես հետաքրքիր թեմա է, կանանց դերը, հնարավորությունները, հա, առաջադիմելու, զարգանալու, Առաջ խաղանալու, առաջխաղանալու, առաջխաղալու։ Թիմը այն որ կանանցից է դա ուղղակի պատահականության ստարտափներում իսկ հենց այդ է գալիս որ կոնկրետ էս մի խմբում շատ քիչ են։ Նախորդում օրինակ բալանս ունենք որոշակի, բայց այս անգամ շատ քիչ են ու դա շատ ցավոտ թեմա է։ Ռիսկ վերցնելու հետ է կապված դե։ Այդ մի ամբողջ վերլուծության թեմա է, թե ինչու են քիչ, որտեղ օրինակ տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցների մեջ եւ ուժեղ աշխատակիցների մեջ շատ մեծ է կանանց թիվը, բայց ստարտափներ անելու մեջ սկսած նրանից որ 24 ժամյա, հա, ժամանակային ռեսուրս է պահանջում, ներդրում է պահանջում, վերջացրած տարբեր սոցիալական շերտի խնդիրներով կարող ենք բերել, բայց ոնց որ մեծ ինձ թվում է հետազոտության կարիք կա ստեղանալ, թե ինչու է։ Դու հետաքրքիր բան ասացի իրականում այդ risk taking-ի բաղով։ IT-ում աղջիկները քիչ չեն, բայց ուժեղ մասնագետներ են։ Նրանք ստանում են բավականին բարձր աշխատավարձ։ Այսինքն կա որոշակի երևի սոցիալական ստիգմա, որ եթե դու ունես ֆիքսված բավականին բարձր աշխատավարձ, ապա դա ռիսկի տակ դնելը, աղջկա պարագայում երևի մի քիչ ավելի բարդ է, քան այդ տղայի պարագայում, որ ասում ուզում եմ փորձեմ, ուզում եմ հետաքրքիր է, ինձ կհասնեմ թե չէ, ինձ թվում է կա դրա մեջ ինչ-որ որոշակի այդ գենդերային տարբերությունը։ Զուտ мысли вслух։ Հատեղ ճշմարտություն հաստատ կա, կանայք իրենց բնույթով ավելի խնայող են, ավելի զգույշ են, որտեղ տենց ընտանիքի երեխայի պահպանման, հա, պատմականորեն է կած։ Ամեն դեպքում մեքենայել են ավելի զգույշ քշում։ Վստահորեն ճիշտ է։ Ու ավելի կարգապահ։ Ինչը դες ոնց որ տնարվայնացնում է։ Չէ, ամենևին։ Չէ, ես նկատել եմ հարցն արվայնում են, որ ավելի դանդաղ ենք մենք քշում, միգուցե ինչ որ ռիսկերի չենք գնում եւ շատ հաճախ ենք ավելի զիջում։ Իմ կարծիքով դա միայն դրական բան է, բայց իսկապես դա կարող է բերի նրան, որ ռիսկի քիչ են գնում։ Դա նաեւ էդ էլ պատճառներից մեկն է, որ հարկավոր պաշտոններում են ու հիմնադիր ոչ միայն ստարտափ, հա, եթե նայեք ընկերությունների հիմնադիրների մեջ էլի վիճակագրությունը կանանց քիչ է շատ։ Կարող եմ խորանալ, բայց ինձ թվում է դուք չեք ուզում։ Երբ չենք ուզում հաշվի առնելով քո հաջորդ զբաղվածությունը մենք քեզ այսօր բաց կթողնենք։ Վստահ եմ, որ շատ քիչ են անցած զանգել ու խնդրել, որ կարճ լինի, որովհետև պիտի աղջկաս բարի հասցնեմ, բայց դա սահմանափակումներ են, որոնց հետ մենք պետքա կանենք, պիտի բալանսավորեն մենք միջին կինը կամ մայրը ավելի շատ ժամանակ է ծախսում տան խնամքի վրա ու դա չվճարվող եւ մեծ աշխատանք ամեն ու ակնկալվող աշխատանք։ Հա, by default ակնկալվող աշխատանքը, որը բնական է, բայց այդ բալանսը գտնելն է շատ դժվար։ Դե քեզ շատ շնորհակալություն ձեր գործերին հաջողություն։ Ձեզ շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Հանդիպենք։ Շնորհակալություն։ Սիրելի ունկնդիրներ, եթե հավանում եք մեր հաղորդումները, բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը եւ կհանդիպենք ապագայում։